Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ կառավարությունը պարտադրել է իր PR-ի համար Ղազախստանից ներդրում իրականացնել։ Ժողովուրդը փոխանցում է Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին հորդորել է չլքել հեծը մինչև նոր գնորդների գտնեն։ Փաստը հայտնում է, կեղծ պատարագի մասնակիցների քանակը նվազում է։ Հրապարակը փոխանցում է, իշխանությունը ըստ ընդդիմության վերածվել է քաղաքական հետապնդումների հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի։ Ժողովուրդը նշում է, որ Խուդատյանը գիշերն ու ցերեկը մեկ էր արել, որպեսզի ապացուցեր ինքն ամենավստահելին է։ Փաստը գրում է, անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում։ Հրապարակը նշում է, արցախցիները դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ դա ծաղր է իրենց նկատմամբ։ Ժողովուրդը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը սկսել է ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Փաստը նկատում է, որ իշխանությունները հենց իրենք հայհոյանքն ու գրեկաբանությունը ներմուծեցին հանրային դաշտ։ Հրապարակի փոխանցմամբ Էջմիածինը եկեղեցու դեմ գործողություններին կողմնակից չէ եւ դա նրանց գրպանագցել չի հաջողվելու։